Սա պարոն Քոչարյանի մասով։ Հաջորդիվ ասեմ, որ քաղաքացիությունից հրաժարվելու այս մեր քրիտիկական վիճակը, որ ունենք, նոր չի, ու սրա մասին Պաշտպանության նախարարությունը բազմիցս խոսել է եւ զորահավաքային համալիրի ծառայության նախկին ղեկավարները նույնպես սրա մասին խոսել են բազմիցս, անգամ գրավոր զեկուցագրեր են գրել, որ սրա դեմը մենք պետք է առնենք։ Նշեմ հետեւյալը, այս տարի բանակ է զորակոչվում 2007 թվականին ծնված տղաները, որոնցից շուրջ 7%-ը այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Հաջորդ տարի բանակ է զորակոչվելու 2008 թվականի ծնվածները, որոնց եւս 7%-ը այլևս Հայաստանի քաղաքացի չեն։ 2009 թվականին բանակ են զորակոչվելու 2 տարուց հետո բանակ են զորակոչվելու 2009 թվականի ծնվածները, որոնց ուշադրություն 8%-ը այլևս Հայաստանի քաղաքացիներ չեն։ Եթե մենք այս process-ը հիմա չընդունենք եւ այս օրենքը հիմա չընդունենք, քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը ոչ միայն պահպանվելու է, այլ նաեւ արագանալու է։ Հաշվի առնելով, որ մենք քաղաքացիների մտավախություն ունենալու, որ առաջիկա մենք բարձր տուրք ենք սահմանելու կամ պատվովճար ենք սահմանելու 15 միլիոն դրամ եւ իրենք իրենց գործողություններում ավելի արագ են լինելու եւ եթե այսօր երեխան 10 տարեկան կամ 11 տարեկանա չեն շտապել քաղաքացիությունը դադարեցնելու, իրանք արդեն այդ ճանապարհով արագ գնալու են, ինչի դեմը մենք պետք է առնենք այսօր նախագիծը ընդունելով։ Ուզում եմ ամփոփելով ասեմ, որ մենք պետք է վերջ տանք կենացային տրամաբանությանը, որովհետեւ կենացներ ասելով եւ պատվի մասին խոսալով ակնհայտ տեսել ենք ու նաեւ տեսնում ենք այն պատկերը, որ այսօր ունենք։ Խոսելով անհավասարության մասին, որ այ անհավասարություն կլինի աղքատների երեխաները կծառայեն հարուստներին ոչ, փաստացի այդ վիճակն է այսօր քաղաքում, կենտրոնում, Երևանում զորակոչի թիվը քրիտիկական ցածր է ի տարբերություն մարզերի եւ ինչքան դժվար է մարզը այնքան բարձր է զորակոչի թիվը։ Ես մեկ բան պատմեմ 2020 թվականին, երբ որ պատերազմը սկսեց 44 օրյա, ես մի բան ուրախացա, որ 2019-ին իմ նախագիծը չէր ընդունվել, քանի որ մտածում էի հիմա զոհվածների մեջ եւ լինեն միայն աղքատ ընտանիքի զավակներ, ես ինձ վատ եմ զգալու, ասել են Սարգսյան Հայկը օրենք ընդունեց, հարուստների երեխաները չծառայեցին եւ միայն աղքատների բանակ ունեցանք։ Ցավոք սրտի պատերազմից հետո ես այցելել եմ երկարորից ավել զոհված զինծառայողների ընտանիքների եւ նրանց գերակշիռ մեծամասնությունը մեր ասած ապահով ընտանիքներ չեն եղել եւ ես չեմ տեսել որևէ հարուստի զավակ մեր մարզում, ով զոհվել է պատերազմի ընթացքում եւ եւս մեկ անգամ հանգել է մեր մտքին, որ այս օրենքի նախագիծը պետք է ընդունել։ Ինչու՞, որովհետեւ հարուստի երեխաներով, ովքեր առողջական թղթերով կամ քաղաքացիությունից հրաժարվելով խուսափել էին ծառայությունից, մենք անգամ չկարողացանք մոբ ռեսուրսի տեսքով իրաց ներգրավել, քանի որ ուղղակի պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն նրանք։ Մենք այս հարցը եւս պետք է լուծենք, ամփոփելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր այս վերջին 1.5 տարիների ընթացքում քննարկել են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմ առաջարկին ընթաց տալու եւ բազմաթիվ քննարկումներ կազմակերպելու համար եւ ամփոփելով ուզում եմ նշել նաեւ վարչապետի վերջին ելույթը կապված այս օրենսդրական նախաձեռնության հետ։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ, որովհետև երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է թաքնված այդ կենացների խորքում, առանցվում ես դառը իրականությանն առայն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սակայն նշանակում է, որ մեր սերունդը առողջական ծանր խնդրեմ ունի, կամ մեր զորակոչը Հայաստանի Հանրապետությունը մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետեւ այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Այստեղ իհարկե իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կախված։ Մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը։ Եկել է վճռական որոշումների գնալու ժամանակը։ Շնորհակալ եմ։